Լույս առավոտին շարունակում է եւ ինչպես տեսնում եք, ահա, հայտնվել է նա։ Թե ով է նա, կիմանաք մի փոքր ավելի ուշ։ Մարտի 28-ին տեղի ունենալու Արմենիկոս 2026 ազգային ամենամյա տիտղոս մրցանակաբաշխություն մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ նվիրված հերոսացին մայրերին։ Ավելի մանրամասն մրցանակաբաշխության եւ մասնավորապես այս տարվա սպասելիքների մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Մոսկվայի Զվարթնոց հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Արմենիկոս ամենամյա ազգային մրցանակաբաշխության հիմնադիր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Անժելա Ստեփանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Անժելա Ալբերտովնա ջան, մի հատ խնդրում եմ ինձ ասեք ում էր հերոստատիտողին։ Ոնց է, ծանոթ բարեկամներին ջանջիգարը։ Ես բոլորին ճանաչում եմ, բայց դա կապ չունի։ Խնդրում եմ մեզ ում էր հերոստատիտողին բացատրեք, ինչու՞մն է գաղտնիքը ձեր այս պայծառության, էներգիայի ու մեծ սիրով, որը որ դուք առաջին վարքյանից ինչ մտել եք մեր TV, ձեզ հետ այսպես տարածելով, վարակելով լավ առումով բոլորիս եկաք մեր մոտ։ Գիտեք, իհարկե բարի լույս սիրելի հանդիսատես, իհարկե երբ որ Աստված տալիս է քեզ բարություն, ապրում ես Աստծով, բարություն, ոչ մի ավելորդություն չունես քո կյանքում նեղվելու կամ նեղվելու ունենք իհարկե, բայց չենք իրանց բարդացնում եւ այդ դեպրեսիան չենք բարդում ոչ մեկի ուսերին, բայց ես սիրում եմ սիրել, սիրում եմ գեղեցիկը, ամեն ինչի մեջ գեղեցիկն եմ փնտրում, իհարկե ես էլ այսօր ձեզ մոտ եկել եմ գարնանային գույներով երևի, որպեսզի թարմություն բերեմ բարի լույսով, այդ մռտնած եղանակը արևը բացվի այսօր։ Այո, մեր հեռուստադիտողներն էլ դա զգում են անշուշտ։ Մերսի, շնորհակալ եմ շատ։ Ու նաև կխնդրենք այս սիմվոլիկան, դուք ձեզ հետ բերել եք այսպես սկորովանքով, սիրով գրկած ջերմ հանկարծ ինչ-որ բան չլինի։ Հա, շատ զգուշ եմ բերել, որովհետև ինքը թանկ է ձեզ համար վստահ եմ։ Այո, շատ թանկ է։ Սա Արմենիկոս մրցանակն է, որը պատրաստվում է ծիրանի կոճղի եւ փայտի վրա, պատրաստվում են իրան պինցետներով, վարպետը ժողովրդական։ Մեր օպերատորը մանրամասն հիմա դետալները ցույց կտա։ Արդեն 5-րդ տարին է, ինքը նույն տեսքն ունի։ Հիմա կբացատրեմ ինչու այս տեսքը, որովհետեւ այս տեսքը ունեցել եմ ես 2001 թվականին քրիստոնեությանը նվիրված 1700-ամյակին ես սիմվոլն էի Մայր Հայաստան, հայրենիք, Արա Գևորգյանի հայտնի միջոցառման ժամանակ եւ երջանկահիշատակ իմ շատ սիրելի վարպետի Վանուշ Խանամիրյանի հետ Զվարթնոց տաճարում մենք ունեցանք այն ժամանակվա հիմա ասում են ֆոտոսեսիաներ, չէ, այն ժամանակվա չէ, մենք նկարներ ունեցանք այսպես բարձած սյուների մեջտեղը եւ այդ նկարը դարձավ սիմվոլ ամբողջ աշխարհում քրիստոնեության, Մայր Հայաստան, հայրենիք եւ այլն եւ այլն։ Եվ հետաքրքիրն ինչ էր, ես շատ մայրցամաքներում եւ հայկական օջախներում մշակութային կենտրոններ եմ միշտ բացել, հա, 30 տարվա գործունեությանս ընթացքում ու այդ ժամանակ որ տեղ կար որ գնում էի մտնում էի հանկարծ այդ տարածքը նայում եմ ու տեսնում էի այս պոստերը կախած է իմ նկարով ես ասեմ ասես ժպտում ես մեկ էլ ասում եմ աղվորն է չէ ասում եմ հա այդ ես եմ ու այդ տարի 2001 թվականին ինչից ստեղծվեց այս Արմենիկոս բառը եւ մրցանակաբաշխությունը 2001 այդ տարի պետքա Միր կուլտուր Ռոսիայի Պուտինի մեջ ժուրնալում պետքա աբլոշկան երեսը տպեին 1700-ամյակին նվիրված եւ ինձ եւ պետքա իմ նկարը դնեին եւ ինտերվյու պետքա տային եւ հարցրել են Մոսկվա բնակ հայերին կպատմեք Անժելա Ստեփանյանի մասին մեկն ասել էր օ Անժելա Ստեփանյան նա շվակել, այսինքն ես իրաց ջահն եմ։ Մյուսն ասել էր Անժելա Ստեփանյան յուրահատուկ է, մյուսն ասել էր ինքը աբրիկոսը չի յուրահատուկ, ինքը մեր Արմենիկոսն է։ Ու միշտ ասում էին որ Անժելան Կրեմլովսկի դվարեցում էս համեգնադրել կամ Ռոսիայում էս արել կամ CD-ում էս համեգնադրել, գնանք բան Անժելան Արմենիկոսը, ու տենց 20 մնացիկ Արմենիկոս 22 թվականներ արդեն 25 տարի ես անդադ Արմենիկոսը այդ մենակ էի կրում այդ անունը, հա, լավագույն հայուհի յուրահատուկ շնորհակալ եմ Փառք Տիրոջը, ու ինչ եղավ, ասեց ու կռվից հետո շատ տխուր էինք, առաջի տարին եղավ
միշտ արել եմ մայրության եւ գեղեցկության։ Դուք առաջինն եք, որ համերգ դրեցիք COVID-ից եւ պատերազմից հետո։ Եվ ինչ եղավ, այդ համերգին հեսա կանրադառնամ, հետաքրքիր բան եմ ասում ձեզ, ամեն տեղ որտեղ որ եղել եմ եւ գործնական եւ ես ոչ միտեղ չեմ հանգստանում, որ գնում գործով եմ գնում, որտեղ որ եղել եմ միշտ եղել է մայրության եւ գեղեցկության տոն, որտեղ ես այդ մարտյութը չեմ սիրում ու Փառք Աստծո, որ Հրանուշ Հակոբյանը իմ շատ սիրելի 2004 թվականին հենց ազգային ժողովում հենց ինքն էր առաջադրել եւ դռները փակել էր եւ ասել էր մինչեւ չստորագրեք չեք դուրս գալու եւ 2005 թվականից ես որ իմացա մայրության գեղեցկության տոն ունենք արդեն ես պարտադիր այդ տոնը տոնվում էր պարտադիր որտեղ որ եղել է միշտ միջոցառումներ ա եղել համերգային ծրագրեր Եվ կռվից հետո երբ որ եղավ այդ համերգը որ դուք հիշեցիք նոր այո ինձ որտեվ ոչ մեկ չէր աշխատում ամբողջ մշակույթը կանգնած էր կատվածահար եղած Ինձ կանչեցին ասել Անժելա Ալբերտովնա միգուցե դուք կարողանաք էլ բան անեք ես էլ Հայաստանում էի գտնվում ու ինձ որպեսզի ես մի քիչ չարաբաստիկ հիվանդությունից հետո էի ու վախենում էին ինձ ուղարկեցին դաչա ամառանոց ես ընդեղից արդեն այդ սաղ բարեգործություններ բաներ սաղ ընդեղից էր արվում հետո որ արդեն չգիտեին ինչ անեին որովհետև չէին պատկերացնեք եթե մեր գործը միկրոֆոնն է կամ ասենք մշակույթն է մենք եթե մենք էլ հոգևոր սնունդ ենք տալիս չէ բոլորին բա եթե մենք կարողանանք մի բան անենք ոնց ապրեն, հա, ժողովուրդը ոնց ապրեն այդ մշակութային գործիչները կամ ասենք երաժիշտ երգիչները եւ ասեցի ժողովուրդ կարող եք գիտեք համերգ պետք է անենք կռվից հետո տրամադրություն ունենք, դե տեսեք ապրիլի 7 մի տարի անցել է Պանդեմիայից հետո մի տարի, չէ, ապրիլի 15-ից փակեցին պանդեմիաներ, 7-ին համերգային ծրագիր եմ դրել ու այդ պանդեմիա կռիվ մի խայտարակ վիճակ Հակասական զգացումներ։ Ահա որ վիճակ էր ու ասեցի կներեք իլի պետք է ասեմ կաղա գիտեք տմբլտաշ պետք է անենք մայրապատում այսինքն մայր եւ հայրենիք միշտ ասում եմ նույն հավասարության նույն լեվելի վրա են գտնվում իրանք եւ չենք կարա ոչինչ անենք պատկերացնեք 3 ժամ համերգ անտրակտից հետո ընդհանրապես դահլիճ է չէ մսը սոլդատ լիքը դահլիճ պաթորներ ենք դրել պատկերացրեք ու գնա ասի տղաներն էլի կանչում եմ ես միշտ իրանց ասում եմ կարող ծխել ուզենան բան եկան նորից լույս ավելի շատացան եկան նստեցին շատ խենթանալիք մի հատ համերգեր ու առավոտյան զանգեցին ինձ մուզիկալնի կրիտիկները բաները քննադատները հա բարև ձեզ Անժելա ջան ասի բարև ձեզ մենք գիտեք ես չեմ զանգել ասեմ շնորհավորում եմ ես զանգել եմ ասեմ որ դուք այդ ինչ մեծ ռիսկով ունի գործ էիք արել որ համերգ էիք դրել բայց մենք նստած էինք համերգի եւ չզգացինք որ մենք համերգի ենք նստած որովհետեւ մայր հայրենիք այսինքն գնում էր ծրագիրը ու Փառք Տիրոջը ու կայացավ այդ ամենը ու հետո սկսեցին բոլորն աշխատել բոլորը կարողացան իրենց արդեն զգալ մի քիչ տրամադրություն ու գիտեք մեկ էլ ինչ ասեց մենք ծափահարում էինք անտրամադիր էինք հուզված էինք բայց ասում է մեր ձեռքերի մեջ սպունգ էր դրված ոնց որ այդ ծափահարությունը գուբկան խանգարում էր մեր ծափերին ամեն դեպքում իսկ հաջորդ տարի որ ասեցին ես ասեցի ինչ համերգ մրցանակաբաշխություն պետք է անեմ Պետք է անեմ մրցանակաբաշխություն Հայաստանում էին նույնպես, ասի պետք է անեմ մրցանակաբաշխություն, եթե Աստված մեզ տվել է շնորհք, վաստակ, տարիների ճանաչում, մասնագիտություն, կանայք ունենք, չէ՞ մենք այդքան, ասի, բայց նրանք էլ մեզ տվել են տղաներ, ովքեր գնացել են նվիրված մայրության գեղեցկության տոնի մրցանակաբաշխություն եմ անելու Արմենիկոս իհարկե հիմնադրամը որ ասում ես գորոզություն չի էլի հիմնադրամը նկատի ունեմ եւ ասեցի պետք է անեմ դա նվիրված մայրության գեղեցկության տոնին ընդառաջ նվիրված հերոսացին մայրերին որովհետև նրանք էլ մեզ համար տղաներ են բերել մենք այսօր եթե բարձի վրա դնում ենք գլուխներս քնում ենք նրանց շնորհիվ ենք քնում եւ նրանց պետքա ուշադրություն դարձնել խաչաբը ես ասենք հիմնադրամը ես մնացած այդ գործ ունեմ մեր արմենիկոսները պետքա ուշադրություն դարձնեն
այդ մամաներին ցուցակ ունենք ամեն տարի, մենք ցուցակագրված հրավիրում ենք ամեն տարի, պարտադիր ներկա են գտնվում։ Ճիշտն ասած, ես չեմ ուզում մրցանակաբաշխությունը սուկ սարքեմ, բայց միշտ արդեն նամինացնում եմ կորցրած, բայց ուժ գտած երեխա ունեցած մամաներին։ Անցած տարի 2-ն ենք ունեցել, այս տարի գաղտնիքը բացեմ, չնայած ավելին է այս տարի չէ, այս տարի տիկին պայծառն է լինելու մրցանակակիր, որը 2 տղան, զույգ տղան զոհվեցին, բայց ինքը բանակի օրը ամսի 28-ին ունեցավ մի հատ տղա որդի նույնպես։ Փառք իրանց, փառք ու պատիվ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, մեր արմենիկոսներն են իրանց հրավիրում։ Մենք ունենք սիմվոլիկ մի հատ վզնոս, որ այդ վզնոսի մեջ մտնում են մեր հյուրերը, ում ենք կանչում։ Եվ իրանք ուրախությամբ ուզում են, որ այդպիսի մայրերը ոչ ամեն անգամ նույնը չէ, հա, տարբեր մեր հյուրերը անպայման ներկա գտնվեն այդ միջոցառմանը։ Ձեր այս երկար տարիների գործունեության ընթացքում, եթե չեմ սխալվում, Զվարթնոցը արդեն մյուս տարի կնշի 30 ամյակը, Արմենիկոսը այս տարի 5 տարեկան է, եւ ձեր կյանքի ընթացքում մեծամասամբ երբ որ դուք ապրել եք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, բայց դուք ապրել եք Հայաստանի համար, դուք ապրել եք հայերի համար, դուք հնարավորինս ինչ կարողացել եք արել եք հայի համար եք արել, նույնիսկ հեռու լինելով հայրենիքից, ու Արմենիկոսն էլ անդրադառնում է ու համախմբում է շուրջ այն հայուհիներին, ովքեր որ շատ մեծ կարևոր ներդրում ունեն մեր Հայաստանի Հանրապետության զարգացման հարցում տարբեր ոլորտներում։ Բայց ի վերջո ով է այդ Արմենիկոսը, ովքեր են արմենիկոսցիները եւ ինչն է իրենց համախմբում։ Արմենիկոս մրցանակը ստանում են այն մարդիկ մայրցամաքներով, աշխարհի լավագույն հայուհիները։ Մենք ունենք արմենիկոսներ Ամերիկայից, Եվրոպայից, Ավստրալիայից, այս տարի Աֆրիկան, Եթովպիան չհասցրեց որ գա։ Այդտեղ էլ ունենք։ Այո, իհարկե, այնտեղ մենք ունենք այնտեղ համայնք հայկական, որոնք իմ ընկերներս են, ովքեր 70 իրանց ազգն է ընդամենը Եթովպիայում։ Եվ իրանք շատ արժան են, Գոհար Գևորգյանը հայտնի է, հայուհին աֆրիկյան շատ լավն են։ Ուզում եմ ասեմ, բոլորն են լավը, իսկ դու գիտեք, որ Արմենիկոսը ստացել են առաջի 22 թվականին այն մեր ամենակարկառուն հայուհիներն են ստացել։ Ովքեր են։ Առաջինը Ռոզա Ծառուկյանն է ստացել, իմ շատ սիրելի, եթե նայում ողջունում եմ տիկին Ռոզա ջան ձեզ, որովհետև դուք մայր, դուք կին, դուք քաղցր կին, դուք բարեգործ, առողջ եղեք եւ ձեր նմանները թող շատ լինեն եւ իրոք սա անկեղծ եմ ասում, թող շատ լինեն։ Ռոզա առաջին մամաս է ստացել որպես Արմենիկոս ծնած լուսավոր հոգին։ Տեկո տիկին Ռոզա Ծառուկյանը, Նայրա տիկին Ռոզա Ծառուկյան, հերթով ասեմ, հա մեծերին, Ռոզա Մխիթարյանը 96 տարեկան, Հայաստանի ժողովրդական արտիստուհին, հետո գալիս է Ռայսա Մկրտչյան, հետո գալիս է Էվելինա Շահիրյան, Ջուլիա Բաբայան, Գանե Հովանիսյան, հանկարծ չմոռանամ ոչ մեկին, բժիշկներ եւ այլն, արդեն գալիս են, հիմա հասկանում եք, որ Արմենիկոսը այս տարի երիտասարդացել է ու մասնագիտական տարբեր ոլորտներից, մասնագիտական մշակութային, բժշկության, գիտնականներ ունենք, ինչ ասեմ, ամեն սֆերայից ունենք ու Արմենիկոսը դարձել է մի ընտանիք, եթե ինչ-որ մեկին մի բան պետք է լինի, մեկից ասում են, Անժելա ջան, մենք այս մասնակիցը ունենք, Արմենիկոս ավտու լավագույններն են, էլի, ասում եմ, իհարկե ունենք, խնդրեմ, դիմեք, այս համարը։ Առաջիկայում ինչ նոր նախագծեր ունեք, նախաձեռնություններ, որոնք թերևս մի փոքր կտարբերվեն։ Ես եկեղեցի եմ կառուցում, ես եւ իմ ընտանիքը Լորվա մարզի Պուշկինո գյուղում դա չեմ կառուցում ուղղակի որ ասեն այ Անժելան սենց չէ դա միտքը հղիացել է պանդեմիայի ժամանակ որտեվ մահանում էին 5000 3000 7000 ինչ էր կատարվում մեզ մոտ չէ կատաստրոֆիկ վիճակ էր մի օր նստեցի սենց բալկոնում ասեցի կարող եմ մի հատ եկեղեցի կառուցեմ որտեվ ես էլ մի քիչ իմ շնորհակալությունը ասում, որ ես ապրում եմ, տեսեք ինձ, հա, ինձ Աստված ա փրկել, եւ ինչու՞ չէ մի հատ եկեղեցի չկար այնտեղ։ Ու դրանից հետո տղաները գնացին 140 զինվոր ենք ունեցել այդ գյուղում, իհարկե ԿԿԲ-ի մասը նույնպես, ոչ մի զոհ չենք տվել։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, ամբողջ ժամը 10-ից այդ կանայք աղոթք էին անում այդ օրհնած ֆունդամենտի վրա։
շատ գործ է, էլի, շատ ու ինքը այնքան զորացած եկեղեցի է, ինքը Սուրբ Դավիթ Մարգարեի անունն է կրում եւ այդ տեսքը որ կա իրա դա իմ ուխտատեղն է Եթովպիայում Լալիբլա եկեղեցու տեսքն է Խաչաձև առանց գմբեթի 13 մետր փոսի մեջ եւ մի կտորից խենթանալիք եկեղեցի է ես ուզեցի այդպիսին բայց երջանկահիշատակ Սեփու Սրբազանն ասեց չես կարա առանց գմբեթ հայկական եկեղեցին չի կարա առանց գմբեթ լինի որովհետեւ կառուցվում է հայկական առաքելական եկեղեցու բոլոր կանոններով անգամ սկի տեղով այդպեսին ու ասեցի լավ իհարկե մահացավ Սրբազանը եւ հողը օրտնվեց, շատ մեծ միջոցառում եղավ, գեղեցիկ, բոլոր մեր արտիստները սիրված ներկա էին այդ բացմանը հողորտնեքին ու հաջորդ տարին մեր շատ սիրելի Հովնան Սրբազանը գուգարած թեմից արդեն հիմնարկեքը արեց, այսինքն պատերի քարերը օրտնվեց եւ բոլոր Դավիթ ունեցող, անուն ունեցող այն մարդիկ, ովքեր որ ցանկություն էին հայտնել ներկա գտնվելու այդ արարողությանը, բոլոր ծնողները կամ հենց Դավիթներ իրենց ձեռքերով դրեցին այդ օրտնված քարերը, առաջի քարերը Այդ դուք նշեցիք Այս տարի միված ասեմ, այս տարի իհարկե մենք արդեն շատ գեղեցկացրել ենք իրան, ինքը ասել են որ կառուցվելու է պետքա կառուցվի 7 տարվա մեջ, բայց մենք նույն ասում ենք, ես որ ասեցի Սեփու Սրբազարին, հեսա շուշուտ կկառուցենք քաշվեք վրա, մեկ էսից արեց, չես կարա։ Ինքը եկեղեցին պետքա զորանա, դու տուն չես սարքում։ Ու դու 7 տարի աշկիտատ ունեցի, 7 տարի, հա, ու չարաբաստիկ կռվի սկսվեց Դե ինչ կառուցել, մեր բարեգործություն, սաղ այդ ամեն ինչը ծախսեցինք դրա վրա, բայց Փառք Տիրոջը Աստված տալիս է աշխատանք, ուժ կարողություն, դա ես եւ իմ ընտանիքը կարողանում ենք դա անենք։ Եվ ոչինչ, բան չի մնացել, այս տարի գմբեթը կդնենք, կփակենք ու կմնա 2 տարի։ 2 տարի հետո կհամենակ, կորտնվեք, կհասկանաք ինչքան բան է, շատ սիրուն փոքրիկ եկեղեցի է ու շատ գեղեցիկ, կարծում եմ գեղեցիկ է լինելու իր տեսքով։ Դուք նաև գիտեք ինչ շատ կարևոր գործ եք արել, նաև Արմենիկոսի շնորհիվ դուք շատ հայերի միավորել եք իրար շուրջ, մի մեծ համայնք եք ձևավորել եւ մեկը մյուսով ձեր օգնությամբ մշտապես կապի մեջ են լինում, նույնիսկ միմյանց չճանաչելով։ Ընտանիք է մեր, Արմենիկոսը ընտանիք է։ Գիտեք որ ես մարդ եմ որ սիրում եմ իմ շուրջը շատ մարդ կա մենք շատ պոզիտիվ ենք մենք ընդհանրապես քաղաքականությամբ չենք զբաղվում միշտ ասել եմ հանգստացեք քաղաքականությունից չխոսեք ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եթե չեք ուզում խանգարեք ուրեմն ձեր գործով զբաղվեք դու բժիշկ ես բժշկությամբ զբաղվի դու մշակութային գործիչ ես դրանով զբաղվի թող քաղաքագետները իրանցով զբաղվեն ճիշտ որոշում իրանց Աստված տա ուշիմություն, որ ճիշտ որոշումներ կայացնեն, բայց չխոսեք, բան չանեք։ Ու հավաքվում ենք մենք, հետաքրքիր հանդիպումներ ենք ունենում, տարվա վերջին միշտ կորպորատիվ վեճեր ենք ունենում, որ բոլորս հավաքվում ենք այնտեղ ու միշտ ուրախանում ենք, մեկը մեկին տեսնում է, նույն Արմենիկոսի ժամանակ, օֆիցիալ մասը լինում է բլոկներով, այսպես ասած, հիմա կարող եք խոսել, չշարժվեք, ինչ չանեք, ինչ եք նկարահանում է լինում, իհարկե շնորհակալ եմ իմ թիմին նույնպես նկարահանում, նկարվում են, մեծարվում են, տեսնում են, ծանոթանում են մարդկա իրար 1000 տարի չի տեսել, բայց այդ օրը տեսնում է եւ իրար ջերմություն է գալիս։ Չգիտեմ, ինքը sense տոն է դա։ Ես ուզում եմ մենք եթերից դուրս ենք շարունակելու մեր զրույցը, որովհետեւ այնքան շնորհակալ ենք ձեզ այս էներգիայի ու սիրո համար։ Վաղ առավոտյան բերելով այո։ Գիտեք, ես էլ եմ շատ շնորհակալ, իհարկե ձեր TV-ին, ես հաճախ եմ լինում ձեր TV-ում, ինքը շատ պոզիտիվ է, շատ գունեղ է, հա ես չգիտեմ, ես երևի մեջը ավելի մարդիկ են սիրով ու ջերմությամբ ձեզ ընդունում, այո, շատ դուք էլ շատ պրոֆեսիոնալ եք, շատ գեղեցիկ հարց, ոնց ասեմ, զրուցակից եք, դուք չեք թողնում, որ հյուրը կաշկանդվի եւ հյուրը կարողանա զրուցել։ Այսինքն կարող եմ խոսել, բայց ասում եմ, գոնե մի հատ հարց տվեք, դա խոսեմ։ Շնորհակալ ենք շատ, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Անժելա Ստեփանյանը, ով նաև Մոսկվայից Վարդնոց հայկական մշակութային հիմնադրամի նախագահն է։
Եվս մեկ անգամ հիշեցնենք մարտի 28-ին տեղի ունենալու Armenikos 2026-ը։ Մեր հյուրն էր նաև Armenikos 2026-ը։ Իսկ դուք մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, վաղը տավարում կաշխատեն մեր գործընկերները։ Այսպեսի գունեղ օրենք ցանկանում ձեզ։